Փրկել են զույգերից մեկին։ Հա։ Երկուսն էլ կան։ Հիմա մեծ աղջիկներ են։ Ինչ կապ ունեն Մեհերի երեխաները։ Ոչ մի։ Բայց Տիկին ջան, ամեն ինչ կարգին է։ Խոստանում եմ, որ էլ ձեզ չենք անհանգստացնի։ Դու կարող եք արդեն հանգիստ լինել։ Շնորհակալություն, Ստեսյան։ Ստեսյան տղա ջան։ Աստված իմ, ես ինչ անեմ, ոնց վարում եմ։ Լավ ես։ Հա, դու։ Լավ, ասում եմ չեմ կարող բացակայեմ դասերից։ Դե մի անգամ կարելի է։ Ճիշտ է, գնացինք։ Ճիշտ է, գնացինք։ Կարելի է։ Նստիր։ Ինչ խնդիր կա։ Եթե ասեք հիմա, որ գնամ կամ ոչ մի բան չասեմ, մեկը պիտի ասեմ ինչի համար եմ եկել։ Չես ասում, չեմ հասկանում։ Պարոն Գրիգորյան, դուք չգիտեք, բայց ես ու Աբոն մի քանի տեղ են գնացել։ Շտապօգնության հիվանդանոցի հետ կապված։ Ճիշտն ասած, ես ուզում էի մի քանի բան ճշտեի, որ ամեն ինչ հստակ լիներ, հետո նոր ձեզ ասեի։ Արսեն, դու ինչի ես առանց իմ կարգադրության որևէ տեղեր գնում, ու ինչ-որ բաներ ճշտում։ Ես ուզում էի… Չասեցի արա, որ ոչինչ չճշտեք, չասեցի, հարց եմ տալիս, ընչի եք փորում, ընչի եք ընկել ազարտի մեջ։ Ախր, պարոն Գրիգորյան, մենք… Արսեն, գնա գործերովդ զբաղվի, հասկացար։ Ինձ թվում է, որ կարող եմ… Ես պետք է աշխատեմ, գնա գործերովդ զբաղվի, գնա, էլ մի մնա։ Լավ։ Որ կտակ դիմել, պարոն գեներալ։ Նույնս երեք խոսում էինք, անջատեցիր ու էլ չզանգեցիր։ Կներես։ Խիստ են տանը։ Չէ, ուղղակի ինձ համար շատ են անհանգստանում։ Լավ, ինչ ենք պատվիրում։ Հիմա կնայեմ։ Հադե ես ունը կտենանք աղբերս, ինչ է ես ինգի ժամանրել եմ ծավալը կրանում։ Դեպ սո, հետիմ նա բնա նստենք, որ չնի։ Լուս, արի դուրս գանք, հա։ Հա։ Դուրս գանք ստեղից։ Բայց ինչի։ Դե ավելի լավ բան եմ մտածել։ Բայց ստեղել է լավ, համել ես արդեն ընտրել եմ։ Ես չան գնանք, հա։ Խնդրում եմ։ Հա, մամ։ Տատիկը գնաց, մամ։ Ես էլ պետքա դուրս գամ, համերգ եմ գնում։ Աննան է եկել, ուշանում եմ, մամ։ Ոնց ես նոր։ Լավ, դու լավ ես։ Նորմալ, բա ինչի թողեցիր գնացիր։ Ան թեման փակ է։ Լավ, գնում ենք, չէ։ Հա, բա ոնց։ Բայց ուղղակի էլ ժամանակ կա։ Կողա կոֆե խմենք։ Չէ, ոչինչ, մի քիչ կքայլենք։ Այսօր։ Հարկուր։
Բարև ձեզ։ Ինչ։ Ծանոթացեք իմ հարգարժան հորաքույր Լարիսա Աննա։ Ոնց ես։ Պատկերացրու շատ լավ։ Հա։ Ընտիր։ Այս մայրդ որտեղ է։ Գործի։ Բարձա։ Ես էլ իր հետ գործ ունեի։ Ինչ գործ։ Երբ է գալու։ Դե 8-ին, 9-ին այդ ընթացքում ես։ Դե նա երբ է տանը մնում, որ։ Հիշում ես, որ աշխատում եմ։ Ինչ է։ Քեզ թվում է ես այստեղ պիտի նստեմ սպասեմ մինչև ժամը 9, մինչև մայրդ գա։ Քեզ թվում է ես պարապեմ, հա։ Ես չեմ մնում, գնում եմ։ Չնայած սա իմ տունն է։ Ես ոչ միայն կարող եմ սպասել, այլ նաև ապրել։ Կարաս հացել ուտես, պատին համով բաներ ասարկել։ Լավ հումոր ունես։ Հոգ, բանը, դե մենք գնանք ու շանում եմ, էլի, դու սպասի, քո տունն է, հաց ես ուտում, պարկում ես, բան, ինչ ուզում ես արա, տենց, մինչև մաման կգա։ Մի րոպե։ Ես կգնամ, հետո նոր դու գնացեք։ Թե չէ մի բան կորավ, կասեք հոր քույրն է մեղավոր։ Հաճո։ Դեպքա չէ։ Բարի լույս։ Բարև ձեզ։ Ոնց ենք։ Ջան։ Հանգիստ է։ Շատ, հանգիստ քնում է։ Ասում էի, չէ։ Շատ էի վախեցել։ Զգացի։ Երբ եք մեզ դուրս գրելու։ Ոչ մի խնդիր չեմ տեսնում։ Երևի վաղը առավոտյան դուրս կգրենք։ Շնորհակալ եմ։ Շատ։ Ինչի համար։ Ամբողջ գիշեր արթուն մնացիք։ Դա իմ աշխատանքն է։ Այսօր են գնում։ Ինչ ես իրար խառնում է, բայց։ Քաղաքից դուրս եք եկել։ Հա? Քաղաքից դուրս եք եկել։ Հա, բայց ես քեզ չեմ փախցնելու։ Հանգիստ նստի։ Արի հետ գնանք, հա։ Բայց խի, այստեղ շատ սիրուն տեղեր կա, կնստենք, կխոսանք, լավ ժամանակ կանցկացնենք։ Ուղղակի ես պետքա շուտ տուն գնամ։ Ես քեզ շատ շուտ տուն կհասցնեմ, դու հանգիստ եղի։ Հա բայց դու ինչ չէիր ասել, որ քաղաքից դուրս ենք գալու։ Լույս չեմ հասկանում, ինչ չես վստահում։ Չէ, հարցը այդ չի։ Ուղղակի որ չէիր ասել, հիմա տենց դրա համար եմ հարցնում։ Ուրեմն ոչ մի խնդիր չկա, ինչ տարբերություն թե ուր ենք եկել։ Այստեղ ավելի հանգիստ է, աղմուկ չկա։ Կնստենք, խոսանք, հանգիստ եղի։ Լույս, որ իմանամ ինձ չես վստահում կամ ինձանից վախենում ես, լուրջ կնեղանամ քեզանից։ Չէ, ամեն ինչ կարգին է, բայց խոստանում ես, չէ՞ որ շուտ կգնանք տուն։ Հա, խոստանում։ Դե լավ։ Սիրուն տեղ ենք գնալու։ Լավ, կսպասեմ, կտեսնեմ։ Լսում եմ, պարոն գեներալ։ Բարձացի վերև։ Լավ։
Կարելի է։ Նստիր։ Արսեն, ամեն դեպքում ճիշտ չի, որ դուք առանց ինձ ասելու։ Մի խոսքով, ասա տեսնեմ ինչ ես ասում։ Պարոն Գրիգորյան, երեխան իրոք եղել է շտապօգնության հիվանդանոցում։ Ու գլխավոր բժիշկը ամբողջ գիշեր մոտն է եղել։ Հետո։ Մենք մի կնոջ հետ ենք խոսել, ով հերթապահ է եղել այդ գիշեր ու նամակի մասին էլ տեղյակ է եղել։ Արսեն, ինձ մանրամասներ պետք չեն։ Ասա տեսնեմ ինչ ես իմացել։ Լավ։ Ու առանց ծանկ ծմելու, Արսեն։ Պարոն Գրիգորյան, գլխավոր բժիշկը մահացել է 5 տարի առաջ։ Ու Տիկին Ջեման, այդ կինը, ում հետ որ մենք խոսել ենք։ Տիկին Ջեմային բժիշկը խնդրել է, որ չխոսի երեխայի մասին։ Ինչ ես խոսում, Արսեն։ Վստահ ես։ Մուզբախեսն է անհանգիստ։ Դացում եմ կարողա շատ ուշանանք, ես պետքա շուտ տանը լինեի։ Չէ, հանգիստ եղի, շուտ կհասնենք։ Ուղղակի մամաս ու Նարեն շատ կանհանգստանան։ Նարեն։ Քուրիկս է։ Գիտե որ քուրիկը դա, բայց քուրիկից ես վախենում։ Չէ, չեմ վախենում։ Ինքը ինձ շատ է սիրում ու որ ուշանամ շատ կանհանգստանա։ Չէ, հանգիստ եղի։ Մենք ուղիղ մի ժամից դուրս կգանք ստեղից ու 30 րոպեում տուն կհասնենք։ Դե հաց քեր։ Հանգիստ եղի, տուն կհասնենք։ Հա։ Այդ կինը զույգ աղջիկներ է ունեցել այն գիշեր, երբ որ երեխային տեղափոխել են Երևան։ Ու զույգերից մեկը թույլ է ծնվել։ Ասում են, որ ոչ մի հույս չի եղել, որ կապրի։ Այդ կինը Տիկին Ջեման ասում է, որ զույգերից մեկը ով հիվանդ է եղել, բուժվել է։ Ու ասում է, որ հիմա երկուսն էլ կան։ Բայց ես մտածում եմ, որ զույգերից մեկը մահացել է։ Ու նրա փոխարեն Արսեն։ Պարոն Գրիգորյան, ես առանց ձեր օգնության ոչ մի քայլ չեմ կարող անել։ Պետք է ճշտել աղջիկների ծննդյան փաստաթղթերը։ Մտածում ես, որ բժիշկը որդեգրել աղջկաս։ Դուք էլ եք, չէ՞ հիմա այդպես մտածում։ Պարոն Գրիգորյան, ես առանց ձեր թույլտվության էլ ոչ մի քայլ չեմ կարող անել։ Բայց եթե նայեք աղջիկների փաստաթղթերը, կհասկանաք զույգեր են թե։ Պարզ է։ Լավ, ես կզանգեմ, կասեմ, որ քեզ տրամադրեն այդ փաստաթղթերը։ Ես կարող էի բժշկի կնոջ հետ խոսել, բայց… Ոչ, Արսեն, չէիր կարող։ Նման բաներ պետք չի անել։ Գիտեմ, դրա համար է ձեր մոտ եկա։ Ապրես։